Այս բնակավայրը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի։ Անգամ հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանը հատկանշել է, որ այս տարածքում ուսումնասիրության արժանի բազմաթիվ հուշարձաններ կան։ Բաց երկնքի տակ այսօր Փարպիի թարգմանչած եկեղեցին է։ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոն աշտարակից 7 կիլոմետր հյուսիս-արևմտյան ուղղությամբ է գտնվում Փարպի գյուղը, որի արևելյան կողմում բարձրադիր բլրի վրա տեսնում ենք 7-րդ դարի Սուրբ Թարգմանչած եկեղեցին, որը հայտնի է նաև Սուրբ Թարգմանիչք եկեղեցի անվամբ։ Փարպի գյուղի Սուրբ Թարգմանչած եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին։ Ցավոք շինարարական արձանագրություն չունի եկեղեցին, սակայն իր հորինվածքով, ճարտարապետական առանձնահատկություններով բոլոր ուսումնասիրողները այն հստակ թվագրում են 7-րդ դարի երկրորդ կեսով։ Եկեղեցուն անդրադարձել են մի շարք ճարտարապետներ, սկսած Թորոս Թորոմանյանից, Մուրադ Հասրատյանից, Արմեն Ղազարյան, Վահագն Գրիգորյան, Պաոլո Կունեյո, որոնք մանրամասն դիտարկելով եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունները հանգել են վերոնշյալ թվագրությանը եւ այդ թվագրության հարցում որևէ կասկած չկա։ Քանի որ բացի ճարտարապետական առանձնահատկություններից հորինվածքից եկեղեցու շրջակայքում կան նաև վաղ միջնադարով թվագրվող քառակող կոթող, կոթողի պատվանդան, կոթողի վերնամասը հանդիսացող խաչակալները, որոնք հստակ թվագրվում են 5-7-րդ դարով եւ ավելի ուշ շրջանում չեն հանդիպում։ Եթե բոլորը միակարծիք են հենց կառուցման հարցում, որոշակի տարակարծություններ կան ուսումնասիրողների շրջանում արդեն վերակառուցման հետ կապված, քանի որ եկեղեցին հետարաբական շրջանում բավականին լուրջ վերակառուցումների է ենթարկվել, իսկ ահա թե երբ է այդ վերակառուցումները իրականացվել, որոշակի տարակարծություններ կան, մի խումբը գտնում է, որ այն կատարվել է 11-12-րդ դարերում, մի խումբը գտնում է, որ ավելի ուշ 12 եւ հետագա դարերում, եւ ահա այդ խնդիրների հենց լուծմանն էլ միտված էր, որ 2024 թվականին հենց Փարպի գյուղում իրականացվեց գիտաժողով, որտեղ այդ հարցերը մանրամասն քննարկվեցին եւ կարելի ասել որոշակի արդեն այդ հարցերը պարզաբանվեցին։ Եթե չենք ունենում անգամ կառուցման վերաբերյալ արձանագրություն, գոնե վերակառուցումների ժամանակ արձանագրություններ լինում են։ Հետաքրքիր է, որ այստեղ այդ երևույթն էլ չունենք։ Ցավոք չունենք, վերակառուցման արձանագրություններ չունենք եւ այստեղ մեզ դարձյալ օգնության է գալիս համեմատական մեթոդը, քանի որ վերջին շրջանում արվեստաբանական ուսումնասիրությունների են ենթարկվել եկեղեցու քանդակները։ Ինքը շատ փոքրիկ կարծես կառույց է, բայց շատ շքեղ քանդակներ ունի եւ Զարուհի Հակոբյան, Լիլիթ Միքայելյան նրանց ուսումնասիրությունների արդյունքում հանգում են նրանք այն եզրակացության, որ քանդակները միանշանակ 10-11-րդ դարին են վերաբերում, զուգահեռներ ունենալով ինչպես Անիի եկեղեցիներում, Բուժականի եկեղեցում, Թեղենյաց վանքում, ահա այս համեմատությունների հիման վրա կարծես թե հստակ արդեն կարող ենք խոսել քանդակների 10-11-րդ դարին պատկանելը, կարող ենք ասել, որ հենց վերակառուցումը իրականացվել է Բագրատունյաց շրջանում 10-11-րդ դարերում, մոտավորապես հենց լուսամուտներից դեպի վերև հատվածը, ցավոք չգիտենք, թե ինքը ամբողջությամբ խոնարհված էր, թե հատվածաբար են վերակառուցել, բայց լուսամուտների վերնամասից մինչև գմբեթը հստակ է, որ այդ քանդակները իրենք պատկանում են արդեն ավելի ուշ շրջանի։ 2008 թվականին եկեղեցու վերականգնման աշխատանքներով պայմանավորված Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արշավախումբը Նյուրա Հակոբյանի գլխավորությամբ այստեղ պեղումներ է իրականացրել։ Ցավոք, քանի որ եկեղեցին շրջապատված է գերեզմաններով, որոշակիորեն դժվարություններ առաջացավ ավելի մեծ ծավալով իրականացրել պեղումները, թեև դրանք փոքրածավալ էին, այնուամենայնիվ մենք ունեցանք շատ հետաքրքիր արդյունքներ, որոնք փաստում են, որ գոնե մինչև 14-րդ դարը եկեղեցին շատ ակտիվ գործել է եւ իրականացրել է իր հոգեվոր գործառույթները։ Եկեղեցու հենց անունը Սուրբ Թարգմանչած կամ Թարգմանիչ, նման անունով մենք իհարկե շատ եկեղեցիներ ունենք Հայաստանում տարբեր շրջաններում, որոնք
որոնք կապվում են մեր թարգմանիչների հետ։ Փարպին ըստ ավանդության իհարկե կապվում է Ղազար Փարպեցու անվան հետ, համարվում նրա ծննդավայրը, եւ նաեւ տեղացիներ, ինչու՞ չէ նաեւ գիտնականներ, կարծիք են հայտնում, որ գուցե հենց այստեղ է ամփոփված նաեւ Ղազար Փարպեցու մարմինը, որի վրա էլ կառուցվել է հետագայում այս եկեղեցին։ Ցավոք, աղբյուրագիտական որևէ մենք փաստ չունենք առայժմ այդ ապացուցելու համար, սա ուղղակի մի գեղեցիկ ավանդույթ է, որը միանշանակ ընդունվում է հատկապես տեղացիների կողմից։ Հայոց եկեղեցին թարգմանչած տոն ունի եւ ամեն տարի այդ տոնը նշում է, կարծես թե իր նաեւ ամբողջ ժողովուրդը իր խոնարհումն է բերում մեր թարգմանիչներին, որոնց շնորհիվ, ինչպես ասվում է, Աստված խոսեց հայերեն, եւ այս գողտրիկ եկեղեցին էլ փաստորեն փաստում է մեր հարգանքը, խոնարհումը մեր թարգմանիչներին։ Գուցե հենց անմիջապես նվիրված չէ Ղազար Փարպեցուն, բայց հստակ է, որ այն նվիրված է մեր թարգմանիչներին։ Եկեղեցին ներքուստ եւ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է։ Նման տեսակի եկեղեցիներ հատկապես 7-րդ դարում լայնորեն տարածվում են Հայաստանի տարբեր շրջաններում։ Եկեղեցին մանրամասն ճարտարապետորեն ուսումնասիրել է Վահագն Գրիգորյանը տարբեր զուգահեռներով, եւ այստեղ նշեմ մի հանգամանք, որ տեսնում ենք եկեղեցու խաչաթևերի հատման տեղերում որմնասյուներ կան։ Նման որմնասյուները եւս բնորոշ են 7-րդ դարին եւ իրեն զուգահեռները գտնում են Թալինի եկեղեցում, Գառնահովտի եկեղեցում, Իրինդում, Եղվարդի զորավարում, եւ եթե այնտեղ մենք տեսնում ենք, որ այս որմնասյուները դրված են հենց որմնախորշերի մեջ, ապա այստեղ հենց խաչաթևերի հատման կետում, ինչը ենթադրում է, որ հավանաբար փոքրածավալ լինելու հանգամանքով է պայմանավորված։ Մի հանգամանք նշեմ, որ խաչաթևերի հատման այս որմնասյուների վրա դրված են 3 տեղում, այստեղ իհարկե բացակայում է խոյակներ, իրենք շքեղ ձևավորում ունեն եւ որոշակիորեն այդ խոյակները հենց առանձնահատուկ տեսք են տալիս այդ եկեղեցուն, որտեղ խոյակների վրա շատ շքեղ գալարներով, այսպես շրջաններ կան։ Այդ գալարներով շրջանները մենք հանդիպում ենք նաեւ եկեղեցու մնացած քանդակների վրա եւ դրանք եւս ժամանակագրորեն գալիս են նույնականանում են, իսկապես շատ գեղեցիկ են։ Այս խոյակի մասն է խոսքը եւ պեղումների ընթացքում կային 2 խոյակ, պեղումների ընթացքում գտնվեց եւս մեկը, որը դրված է արդեն այն մյուս հաճման տեղում եւ պեղումների կարևոր արդյունքներից մեկն էլ հենց դա էր, քանի որ արդեն շինարարները փորձում էին նոր քար տաշել տեղադրելու համար եւ հենց այս հատվածում գտնվեց այդ խոյակը, բավականին լավ պահպանված, քանի որ երկար ժամանակ հողի մեջ էր եղել եւ լավ պահպանվել էր։ Պեղումները հիմնականում կատարվել են հարավային հատվածում հենց մուտքի դիմաց եւ մի փոքր էլ այս արևմտյան հատվածում, ինչպես տեսնում եք, ամբողջությամբ գերեզմաններ են եւ հնարավորություն չկար ավելի ընդհարցակվելու։ Պեղումների ժամանակ գտնվել են կենցաղային օգտագործման տարբեր կարասներ, կճուճներ, ինչպես նաև զարդեր, որոնք, ինչպես նշեցի, հասնում են մինչև 14-րդ դար, այսինքն հստակ է, որ այստեղ մինչև 14-րդ դար մարդիկ այցելել են եկեղեցի եւ կատարվել է տարբեր պատարակներ։ Հավանաբար, քանի որ եկեղեցին ինքը փոքր ծավալների է, այստեղ բազմամարդ արարողություններ չեն իրականացվել եւ քանի որ Փարպին ինքը ունի շատ շքեղ եկեղեցիներ, Փարպի ծիրանավորը մեծ բազիլիկ է եւ հավանաբար այստեղ հատուկ օրերի, հենց թարգմանիչներին նվիրված օրերին իրականացվել են նրանց հիշատակի արարողություններ։ Բայց մենք ունենք շատ շքեղ մուտք, շատ գեղեցիկ քանդակներով։ Այդ հարավային մուտքի վերնամասը, բարավորը, իրոք այս թարգմանիչքի կարևոր մանրամասներից է եւ կարելի ասել այս եկեղեցին հենց առանձնանում է իր բարավորով, որը առանձնահատուկ է եւ կարելի ասել որևէ այլ տեղ չի կրկնվում։ Մենք տեսնում ենք 3 հատ վարդյակներ, կենտրոնականը առավել մանրակրկիտ ասեղնագործ աշխատանք է միջնամասում 6 հաթև աստղով եւ ամբողջ այս ուղղանկյուն, քառանկյուն երկրաչափական մարմինները մանրամասն նաեւ մշակված են բուսական էլեմենտներով եւ հետագա արդեն հետարաբական շրջան մենք տեսնում ենք, եթե որոշակիորեն իրենք նախորդ շրջանից վերցնում են, օրինակ ասենք
խաղողի ողկույզը եւ այլ մանրամասներ, բայց դրանք արդեն բոլորովին այլ լուծում ունեն եւ չեն կրկնում 5-7-րդ դարի մեզ հայտնի այդ խաղողի ողկույզները կամ նռան ծաղիկները։ Այստեղ մուտքի երկու կողմերում էլ այս որմնասյուների վրա տեսնում ենք այս գեղեցիկ խոյակները, ցավոք այս մի հատվածում այս խաչքարը տեղադրելուց ինքը ամբողջությամբ փակվել է, ցանկալի կլինի, որ խաչքարը որոշակի տեղափոխվի, որ տեսողականությունը մուտքի ինքը ամբողջական լինի, որտեղ շատ կարևոր է այս հատվածը լիարժեք դիտարկելը։ Խաչքարը վերակառուցումից առաջ գտնվում էր հյուսիսային հատվածում, հետո վերակառուցումից հետո բերվել դրվել է այստեղ, որը շատ անհարմար վայր է ընկալելու համար եկեղեցու մուտքը։ Այս տապանաքարերը բացվել են հենց 2008 թվականի պեղումների ժամանակ։ Դրանք մարդու սխեմատիկ պատկերով նաև կան այստեղ երկու տապանաքար, որոնք բնորոշ են 13 եւ 14-րդ դարին, այսինքն այս տապանաքարերը եւս մեկ անգամ փաստում են, որ 13-14-րդ դարում շատ ակտիվ այստեղ գործել է։ Փաստորեն մենք կարող ենք եկեղեցու գործնեության հստակ 3 փուլ առանձնացնել՝ 7-րդ դարի երկրորդ կես, 10-11-րդ դարեր, երբ եկեղեցին հիմնովին վերակառուցվել է, եւ 12-14-րդ դար, այստեղ մենք վերակառուցման մասին հստակ խոսել չենք կարող, բայց պեղումների արդյունքները փաստում են, որ այստեղ շատ ակտիվ գործունեություն է եղել եւ եկեղեցին գործել է մինչեւ 14-րդ դար առնվազն։ Քանդակները բոլորը շատ մանրակրկիտ աշխատանք են, բոլոր 4 կողմերում էլ լուսամուտի վերնամասը շատ գեղեցիկ մշակված են, բուսական, երկրաչափական, նաև թռչնային քանդակներ կան։ Անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանն իր նյութեր հայկական ճարտարապետության պատմության աշխատության մեջ Փարպիի թարգմանչած եկեղեցու մասին գրում է. Հայոց 7-րդ դարու շինարարական արվեստին մեջ առանձին մի տեղ գրավելու արժանի է Փարպիում Սուրբ Թարգմանիչ կամ թարգմանչած եկեղեցի անվանված կիսավեր շենքը, թեև շատ քայքայված, որոշ բարձրության վրա 4 պատերն են միայն մնում, սակայն այս վիճակին մեջ իսկ իր ճարտարապետական համաչափություններով եւ ներդաշնակ դասավորություններով չքնաղ մի երևույթ ունի։ Շուրջը թափված խոյակներ, պսակների կտորներ եւ այլ քանդակազարդ բեկորներ միանգամայն ինքնուրույն են 7-րդ դարու ճարտարապետական ոճի մեջ։ Արտաքուստ եւ ներքուստ խաչաձև է եկեղեցին։ Ներքին կողմը շատ հեշտ է վերակազմել իր բոլոր մասերով, սակայն դրսի կողմը խաչաձև թևերի անկյունասյուները ինչպես էին վերջանում եւ ինչ մանրամասնություններ կային, դժվար է երևակայել։ Հարկավոր է շուրջը պեղել, բոլոր կարևոր քարերը իմի հավաքել, որով թերևս ճշտվի արտաքին ճակատի մասերը եւս։ Բարձր մի բլուրի վրա կանգնած է այս շենքը եւ շուրջը խիտ գերեզմաններ են։ Անպայման մի շեն վանք է եղած այստեղ եւ միաբանների գերեզմաններ են եղածները, ինչպես ուրիշ վանքերում կան։ Այլապես այսքան մի շքեղ եկեղեցու շուրջ, որ բոլորովին առանձնացած է մի բարձր տեղում, չէր կարող թույլատրելի լինել հասարակած գերեզմանատուն շինելուն։ Եկեղեցին վերակառուցվել է ճարտարապետ Աշոտ Հովսեփյանի նախագծով, ֆինանսական օժանդակությունը արվել է Բաբկեն Առաքելյանի կողմից, որը հենց փարպեցի է եւ շատ ակտիվ 2000-ականներին Փարպի եկեղեցիների վերակառուցման աշխատանքները ֆինանսավորել է։ Փարպի եկեղեցու նվիրված եւ ընդհանրապես բոլոր եկեղեցիների նվիրված 2024 թվականին Հնագիտության ազգագրության ինստիտուտի իրականացրած գիտաժողովը
որը եւս ֆինանսավորել է հենց Փարպիում բնակվող Աշոտ Հարությունյանի կողմից, որը գիտնական է, իհարկե ճշգրիտ գիտությունների ուղղությամբ, բայց կարևորելով հենց հուշարձանների դերը համայնքի գործունեության մեջ, նախաձեռնությամբ հանդես եկավ, մենք էլ մեծ սիրով համաձայնեցինք եւ հատուկ ուզում եմ շեշտել Փարպի գյուղի բնակիչների շատ ակտիվ մասնակցությունը, ինչպես կազմակերպչական աշխատանքներին, այնպես էլ հենց գիտաժողովին, որոնք շատ սիրում են իրենց գյուղը եւ նաեւ որոշակի գիտեն, որ պետք է պահպանել եւ օգտանել իրենց հուշարձանները։ Իսկապես սիրել ծննդավայրը եւ պահպանել։ Հրաշալի օրինակ։ Եկեղեցին մինչ վերականգնումը պահպանված էր մոտավորապես 2 մետր բարձրությամբ եւ մոտավորապես այս բարավորից վերև արդեն մենք կարող ենք տեսնել, որ վերակառուցման արդյունք է։ Լավ է, որ գոնե այդ բարավորը պահպանվել էր եւ բարավորը որոշակի արդեն ցույցում էր, որ մինչ այդ վերակառուցման աշխատանքներ եւս կատարվել են։ Եկեղեցու վերակառուցման երկրորդ փուլին է վերաբերում նաև բեմը եւ աստիճանները, այս կիսակլոր, քանի որ հայտնի է, որ Վաղ միջնադարում նման բարձր բեմեր չէին կառուցում եւ դրանք ավելի ուշ շրջանի բեմեր են։ Բեմի վրա մենք տեսնում ենք 2 խաչակալներ, որոնք Վաղ միջնադարյան են եւ վերակառուցումից հետո են բարձրացվել եւ դրվել բեմի վրա, մինչ այդ ուղղակի եկեղեցու ներսում էին։ Եկեղեցին ներքուստ պատված է եղել որմնանկարներով, ցավոք հիմա չի պահպանվել որևէ հետք, մենք պեղումների ժամանակ մի քարաբեկոր գտանք, որի վրա կարմիր ներկի հետքեր կային։ Իհարկե հայտնի է, որ Վաղ միջնադարում Հայաստանի, եթե ոչ բոլոր, ապա մեծամասնությունը եկեղեցիների պատված են եղել որմնանկարների, որոնք ներկայացրել են աստվածաշնչյան տարբեր տեսարաններ, հավանաբար նման որմնանկարներ ունեցել է այս եկեղեցին, որից պահպանվել են միայն հատվածներ, կարմիր հատկապես գույնը շեշտված։ Եկեղեցու գմբեթը փոխանցումը դեպի թմբուկ հետո գմբեթ իրականացվել է արագածների միջոցով։ Մենք ցավոք չգիտենք, թե վերակառուցումից հետո ինչպիսի ծածկ է ունեցել, ենթադրաբար քարե սալերով է ծածկված եղել, բայց պեղումների ժամանակ հայտնաբերվեցին կղմինդրի բեկորներ, որոնք փաստում են, որ 7-րդ դարում եկեղեցին հենց ծածկված է եղել կղմինդրով, ինչը տարածված էր Հայաստանում եւ Վաղ միջնադարյան գրեթե բոլոր հոգեվոր կառույցները ծածկված էին կղմինդրով։ Մոտավորապես այս հատվածից վերև մենք կարող ենք տեսնել արդեն վերականգնումը, որ տարբերությունը քարերի հստակ երևում է, բայց քարերը համահունչ են եւ կարծում եմ մի քանի տարի հետո արդեն որևէ տարբերություն մենք չենք զգա վերակառուցման։ Եկեղեցու արևելյան հատվածում է գտնվում քառակող կոթողը, որը այս կոթողները հիմնականում բնորոշ են հենց 5-7-րդ դարերին եւ ավելի ուշ շրջանում չեն հանդիպում։ Արագածոտնը համարվում է այս կոթողների ամենալայն տարածման վայրը եւ այստեղ էլ Փաստոր Սուրբ Թարգմանչացի բակում էլ մենք ունենք նման կոթող, որի վրա բարձրացվել է թևավոր խաչը։ Արևելյան պատին նաեւ կա 2 թռչունների քանդակներ, որոնք նայում են իրար։ Ցավոք դեմքի հատվածները չկա, սակայն մնացած մարմնի եւ պոչի հատվածների գեղեցիկ մանրակրկիտ ձևավորումը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք սիրամարգերի պատկերներ են, որոնք ասոցացվում են հավերժության, երկնքի հետ եւ այդ սիրամարգերի պատկերագրությունները եւս լայնորեն տարածված էր եկեղեցաշինության մեջ եւ բազմաթիվ նմանօրինակ քանդակներ կան, որոնք զարդարում են մեր եկեղեցիների պատերը։ Եվ հենց արևելյան հատվածում դրանց հանդես գալը պատահական չէ իհարկե, որովհետև արևելյան հենց խորանն է եւ հենց այդ մասում էլ հատուկ դրվել են այդ թռչունները։ Մեր պապերից մենք լսել ենք, որ սա 5-րդ դարի հուշարձան է եւ Ղազար Փարպեցյանը տեղ իր թարգմանիչ այդ գործերը գրել են իրաց։ Նմիգել վերակառուցվել է բարեգործների կողմից, Ֆարիդ Բաբկեն Օրակելյանի։ Նմի գործող
ժամը դարել, շատ պատկերագյորը պատարակներ ա լինում, շատ մարդիկ են գալի արդեն, նենց որ սրբատեղ ա դա։ Մեջը մտել ենք, դուրս ենք եկել, մոմ ենք վառել, մեր գյուղը շատ հարուստ է եկեղեցիներով, 4 հատ թե 5 հատ ունենք։ Պատկերագիր շատ մարդիկ են գալի։ Երիտասարդներ են գալի, Այո, բոժից բանկա։ Վազար պարվեցի 4-րդ դարում դեռ հայոց պատմությունը գրել։ Գեղեցիկ գա, հետո դեղից տեսարաններն են լավ, մտածված են այդտեղ սարքել, որ ամեն ինչը իրանց աչքի առջև լինի։ Թարգմանիչներին նվիրված բազմաթիվ են հուշարձանները հայոց աշխարհում, որպես նրանց իրականացրած սուրբ գործին խոնարհում ու հարգանք։ Ու դարերի կառույցներին պատշաճ վերաբերմունքն ու պահպանությունը շարունակությունն է այդ ակնածանքի, երախտագիտություն, որ գալիս ու շարունակվելու է դարերում։ Բաց երկնքի տակ Փարպիի սուրբ թարգմանչած եկեղեցիներ։